Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք տավարի մսով և բլղուրով չափազանց համեղ անմահական թփով տոլմա, որի բաղադրատոմսը հնարավոր է որ շատերի համար նորություն լինի։ Այս տոլմայի ոչ միայն միջուկն է տարբերվում, այլ նաև եփելու պրոցեսը, պետք է եփենք խաղողի 4 ճյուղերով, որը տոլմային յուրահատուկ համ և բույր է հաղորդում։ Պատրաստման այս ձևը հին մոռացված տարբերակ է, այսպես պատրաստել են կարսում։ Բլղուրով և տավարի մսով տոլմա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1.5 կգ յուղոտ տավարի միս։ Որպեսզի եփելու ընթացքում տոլմայի երեսին փրփուր չգոյանա, միսը լավ լվանալուց հետո թողեք թույլ աղաջրի մեջ մոտ 10-15 րոպե, սա միշտ աշխատող միջոց է։ Մարացնում ենք 2 գլուխ և մսի հետ միասին անց ենք կացնում մսաղացով։ Թանկագիններից, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Մսի վրա ավելացնում ենք 1 բաժակ մանր լվացած բլղուր և 120 գ կլոր բրինձ, բրինձը պետք է նույնպես լվանալ։ Բլղուրը ոչ միայն համեղ է դարձնում տոլման, այլ նաև հաղորդում է յուրահատուկ փափկություն։ Փորձեք պատրաստել այս բաղադրատոմսով և ինքներդ էլ կհամոզվեք։ Ավելացնում ենք 4 ճաշի գթալ աջիկա, 1 ճաշի գթալ 4 ծիտրոն և նույնչափ ռեհան։ Առանց քացախի աջիկայի պատրաստման տարբերակը, որը կարելի է ավելացնել տոլմաների տարբեր ապուրների մեջ, կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ Ավելացնում ենք նաև կարմիր քաղցր և կծու պղպեղներ, սև պղպեղ և աղ։ Տոլմային թարմություն հաղորդելու համար միջուկի մեջ կօգտագործենք մանր կտրտած խառը կանաչիներ։ Ես ավելացնում եմ սառեցրած կանաչի, կարող եք օգտագործել նաև թարմը, այն ինչ կա ձեռքի տակ։ Վերջում ավելացնում ենք 200 մլ սառը ջուր, որպեսզի տոլման ստացվի փափուկ և մի լավ հունցում ենք։ Մինչ համերը կխառնվեն, զբաղվենք տերևներով։ Ամռանը, եթե հիշում եք, խաղողի տերևները մենք պահեստավորեցինք ձմռան համար։ Հիմա տեսնենք, թե ինչպես է մնացել։ Պլաստմասե տարան մկրատով զգուշորեն կտրում ենք, որպեսզի տերևները չվնասվեն։ Այնուհետև այսպես բացում ենք տերևները, տեսեք, թե ինչքան լավ է մնացել։ Տերևների ծայրերը ընդհանրապես չի վնասվել և ընտիր պահպանվել է։ Սա խաղողի տերևների պահեստավորման 4 տարբերակն է, այն ընդհանրապես ջանք և ժամանակ չի պահանջում։ Շատ հարմար է միշտ ձեռքի տակ ունենալ և անհրաժեշտության դեպքում օգտագործել։ 1 լիտրանոց տարայի պարունակությունը լրիվ բավարար է 1.5 կգ միսը փաթաթելու համար։ Տերևների վրա լցնում ենք եռման ջուր, մի լավ լվանում ենք և սկսում ենք փաթաթել տոլման։ Մսով բլղուրով պատրաստված տոլմայի մեջ բլղուրը ընդհանրապես չի նկատվում։ Եթե ճաշակողը չիմանա, որ պատրաստվել է հենց բլղուրով, երբեք էլ չի կռահի։ Սակայն փորձելուց հետո բոլորը ձեզնից բաղադրատոմս են խնդրելու, քանի որ շատ համեղ է ստացվում։ Տերևների վրա դնում ենք 1 ճաշի գթալ միջուկ և գեղեցիկ փաթաթում ենք։ Աշխատեք փաթաթել համաչափ, քանի որ ուտեստը ճաշակելուց առաջ մենք այն գնահատում ենք տեսքով, այն պետք է ախորժելի տեսք ունենա։ Տերևների եզրերը այսպես վրա ենք բերում և դեպի մեզ սեղմելով փաթաթում ենք։ Ինչպես նշեցի տեսանյութի սկզբում, տոլման պետք է եփենք խաղողի 4 ճյուղերով։ Հայկական խոհանոցում սերկևիլի և խաղողի ճյուղերը օգտագործվել են որպես համեմունք։ Դրանցով մեր տատիկները պատրաստել են տարբեր տեսակի ձկներ, մսով և պասուց տոլմաներ։ Սերկևիլի և խաղողի ճյուղերը յուրահատուկ համ և բույր են հաղորդում ուտեստներին։ Թանկագիններս իմ ալիքում կգտնեք նաև սերկևիլով պատրաստվող պասուց տոլմայի բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Եփելու համար վերցնում ենք խաղողի 4 այսպիսի փոքր ճյուղեր և գեղեցիկ դասավորում ենք կաթսայի հատակին։ Բարեկամներ, ճյուղերը պետք է պարտադիր լվանալ։ Ճյուղերը նաև չեն թողնում, որ տոլմայի առաջին շերտը կպչի կաթսային։ Շերտ գեղեցիկ դասավորելուց հետո վրան շրջում ենք տատիկից ժառանգած հատուկ տոլմայի համար նախատեսված ափսեն և վրան լցնում ենք այնքան ջուր, մինչև ափսեն հազիվ ծածկվի։ Մի մասը շարում եմ սառցախցիկի սկուտեղի վրա և սառեցնում եմ, այն այսպես շատ լավ մնում է։ Տոլման եփում ենք ցածր կրակի վրա, ընթացքում ավելացնում ենք սերուցքային կարագ և անհրաժեշտության դեպքում աղ։ 40 րոպե եփելուց հետո մատուցում ենք, բույրը պարզապես անմահական է։
Տոլման կարելի է մատուցել թարմ կիտրոնով և ավանդական սխտորմա ծունով, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում։ Թանկագիններս բլղուրով այս տոլման պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Դե ինչ, այսօր էլ բլղուրով և մսով պատրաստվող այսպիսի հին ու մոռացված տոլմայի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։